Ապրիլի 6-ին Գլենդելի հանրային գրադարանում կազմակերպված գրական երեկոն Արցախի ազատագրման 20-ամյակի հանձնախմբի երկրորդ ձեռնարկն էր։ Օրվա հանդիսավարն էր ասմունքող եւ երգչուհի Անահիտ Իշխանյանը։ Երեկոն բացվեց նրա մասնակցությամբ Մաքաքյանի նկարահանած Կանծասար տեսահոլովակով։ Սա ոչ միայն Լոս Անջելեսում է, սա ամբողջ համահայկական բնույթ է կրում այս տոնակատարությունը եւ պետք է շարունակվի։ Դեռ մենք 20 ենք ասում, կգա 100 ու 200 տարիներ։ Այս ձեռնարկի կազմակերպման մեջ մեծ ներդրում ունեն Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամները։ Գևորգ Քրիստինյանը մինչ իր ստեղծագործությունների ընթերցումը շեշտեց, որ Արցախը Հայաստանի անկախտելի մասն է, մի շրջան է, եւ մենք զորավիք ենք մեր հայրենիքին։ Կարոշ Հայրյանցը անդրադարձավ գեղարվեստական խոսքի կարևորությանը, ուր անհանդուրժելի է վրիպումը։ Ամեն պայքարում ամենաառաջին զենքը գիրքն է, շեշտեց նա, ապա ներկայացրեց իր հայրենասիրական բանաստեղծությունները։ Եսթեր Դավթյանի բանաստեղծությունները քնարական են, պատկերավոր, պարզ արտահայտություններում թաքնված են խոր ենթատեքստեր։ Օրվա բանախոս դոկտոր պրոֆեսոր Կարո Մամջյանը պատմական ակնարկ կատարեց տալով ազատագրական շարժման ընդհանուր պատկերը։ Արցախի ազատագրումը մեր պայքարի վերջին փուլը չէ, նշեց նա, նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը։ Արցախը մենք նվաճել ենք արյունով, եւ ինչ պետք է անենք պահպանելու հայրենիքի անվտանգությունը։ Ամենահրատապ խնդիրներից Արցախի վերաբնակեցումն է, բայց մենք ինչ ենք արել այս վերջին 20 տարիների ընթացքում, ինչ քանակով է ավելացել Արցախի բնակչությունը։ Սա այն հարցն է, որի պատասխանը ցավոք չի կարող մեզ գոհացնել։ Բանախոսը անդրադարձավ նաև Ջավախքին եւ շրջանից հայաթափումը կանխելու կարևորագույն նշանակությանը։ Ղարաբաղի ներողություն Ադրբեջանի հողի իրականության մեջ շատ հավանաբար 500-ը չէր գազներ այդ Հայաստանին, որը մեր իրավունքն է, չէ՞։ Այս երևույթի հարցը դիվանագիտական, դիպլոմատական հարց է եւ քիչ երկրական խոսիլ ասում, որ ինչպես երկիմիություն կա միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական մոդելություններու մեջ, ինչպես կրնավադային, որ Կոսովոյի մեջ անկախություն դժնորեն դզի քաղաքականությունը եւ այդ անկախությունը ամիջապես միջանշտա մեծ դերություններ, ինչպիսին են ամերիկան, ինչպիսին են Եվրոպայի մեծակումները, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա եւ այլն։ Իսկ ասին ամբողջովին դարձել հարց մեզի կզդանա նույնիսկ ինքնորոշման իրավունքը դառնալ հողի վրա, որ հազարավոր տարիներ է մեզի կպատկան։ Արդեն չի բավարար օրինակը Նախիջևանի, որ հայաթափվեցավ ամբողջովին 70 տարվա խորհրդային միության 70 տարվա քաղաքական դիրության ընթացքում։ Շատ ավելի լավ կզդարձել է ստապոսհամար, որ Ղարաբաղը բարոների ժողովուրդ է եւ հետեւաբար հարց գոյություն չունի։ Սակայն Ղարաբաղը դեպի դեպի եւ մենք գոյությունը պահեցին Ղարաբաղին եւ վերջապես կարողացանք ազատագրել։ Հիմա խոսենք կան վարիանտ, որ Ղարաբաղի ազատագրումը եւ Ղարաբաղի մեր իշխանության դակ մնալ հայկական զույգ իշխանության դակ։ Բանաստեղծ Խոսրո Բասիրյանի հերոսը մարդն է, նրա կապվածությունը բնության եւ հայրենիքի հետ։ Չէ, Ունի ուղին դսիրեի միայն ուղի եւ փորձա։ Ահա համքից խոքը մտնեն հույսս ծուգեք։ Երթամ։ Հանձնախումբը առաջիկայում եւս 2 խոշոր միջոցառում է ձեռնարկել։ Արցախի նկարներու ցուցադրություն տեղի պիտի ունենա մայիս 18-ին եւ 19-ին, իսկ մայիս 2-ին Ուիլշիրիբելի մեջ դոնագադարությունը պիտի ունենանք։ Իմ գոչս պիտի լա մեր ժողովրդին հանձնախումբի գոմե, որ ներկա եղեք եւ քաչալերեցեք, որտեղ Արցախը մերն է։ Երեկոյի ավարտից հետո Արցախի վերաբնակեցման հարցը դարձավ ներկաների քննարկման թեման։ Պետք է մտածենք վերաբնակեցնելու Դիկրանագերդի Աղդամի եւ մինչեւ Արաքսկեդի ափին Ջագադային քիզը ինչպես լինի մնացածը կվերապենագեցվի վերջը։ Անիտ Հաթեբոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն։